Բարև ձեզ հայրենակիցներ։ Այսօր ես ուզում եմ խոսեմ այն թեմայի մասին, որը խոստացել էի, այսինքն ես խոստացա 4 թեմաների մասին խոսել, մեկը զրուցել եմ, արդեն պատմել եմ, այսօր խոսում եմ հերթականի մասին։ Այսօր ես ուզում եմ խոսամ ձեզ հետ ինչ բան է անեծք։ Նախ եւ առաջ ասեմ, որ անեծքը լինում է մի քանի տարատեսակների ձևերով։ Դա կա անձնական անեծք, տնային անեծք, ցեղական անեծք, ի զարմանքս բոլորի քաղաքային անեծք եւ ամենազարմանալին պետականության վրա անեծք, տվյալ պետության վրա։ Եկեք հերթով տեսնենք, թե որը ինչ է։ Առաջինը, նախ եւ առաջ ասեմ ձեզ, ամեն ինչ կախված է, թե անեծքը ինչքան ավելի էմոցիոնալ հուզված ձերով, զայրորած վիճակում կասես, այդքան նրա ուժը հզոր է։ Նմանատիպ անեծքով մարդիկ շատ դեպքերում հաճախ առանց մտածելու ուղղակի կարող են ձախ աջ խոսելով գնալ եւ մեկին մյուսին անեծելով ման գալ, այսպես երբ համարում են դա նորմալ է։ Շատ քչերն են հասկանում, որ անեծք տվողը նույնապես ինքը պատժվում է։ Սա առաջի տիպը անեծքի, երկրորդ անեծքի տիպը տնային անեծք, սա չի վերաբերվում տվյալ մարդկանց, որքով բնակվում են այդ տանը, այլ կպնում է, այսպես ասած, հենց տան վրա, այսինքն այդ տանը կսկսի միշտ ինչ-որ բան փլվել, ինչ-որ բան կոտրվել, ինչ-որ ապակիղենը ջարդվում է, ինչ-որ սկսում է ջուրը հոսալ, այդ տանը սկսում են ինչ-որ անհասկանալի ձևով տարբեր ձևի միջատներ, մրջուներ ավելանալ, քայլել եւ այլն եւ այլն եւ այլն։ Երրորդ տիպը ցեղական անեծք։ Սա թերևս ամենածանր անեծքներից մեկն է մարդկային մակարդակով։ Ես իմ պրակտիկայում շատ եմ ունեցել նմանատիպ ձևեր, որ կարող է անեծքը դրվեր տվյալ անձնավորությունների ծնողներից մեկի կողմից, այսինքն մեկի կողմի վրա, եւ դա սկսում է աշխատել, եւ եթե այդ մարդիկ անեծք են տալի իրեն, ամբողջ ընտանիքին կամ ցեղին, դա սկսում է մշտական գործել։ Նմանատիպ ընտանիքներում կարելի է տեսնել, որ մշտական անհաշտություն է, ոչ մի բանի չեն հասնում, ոչ մի բան չեն կարողանում իրագործել, ամեն դռները փակ են եւ այլն, ոչ մի բան, ոչ մի կերպ չի ստացվում, նաեւ իրար մեջ հարաբերությունները։ Նաև այստեղ շատ հաճախ է լինում, որ տվյալ ընտանիքներում զավակները կամ չեն ամուսնանում, կամ ամուսնանում են անհաջող եւ բաժանվում են, եւ կա երրորդը, օրինակ ընդհանրապես չի ստացվում, որ այս անձնավորությունները ինչ-ինչ կերպով ամուսնանան, օրինակ գեղեցիկ աղջիկ է ամեն ինչը տեղին եւ չի ստացվում, որ նա ամուսնանա, կամ ասենք հետաքրքիր երիտասարդը ուզում է ամուսնանալ եւ ոչինչ չի ստացվում։ Կա նաեւ դրված, որ ասենք անեծքների ձև, որ այս ցեղում բոլոր աղջիկները խոսքերով չպետք է ամուսնանան։ Աշխատում են նմանատիպ աշխատանքները մինչև այն կետը, մինչև դա չվերացնես, եւ ամենասարսափելին եւ տհաճը նա է, որ եթե դա արվել է, ասենք ինչ-որ տատիկ պապիկի վրա կամ նրանց տատիկ պապիկների մամաների վրա, եթե սա չի մաքրվել, իրենց մայից հետո իրենց երեխաները նույնպես շարունակում են, բայց այդ մահից հետո մյուս սերունդը, որ գալիս է, այդ ուժը 2 անգամ ուժեղանում է։ Շատերը հիմա ինձ կփորձեն նորից իմ սիրած ընկերները, որոնք մենակ խոսք են տալի եւ խորհուրդ են տալի Աստվածաշունչ կարդալ, առանց հասկանալու, որ ոչ թե Աստվածաշունչ է պետք կարդալ, այլ պետք է կարդալ նոր կտակարան եւ աղոթքներ։ Իսկ ես դες խոսք եմ տալի, որ մոտակա հաղորդումներից մեկին ես կնվիրեմ միայն եւ միայն այն աղոթքները, որը շատ քիչ են հայտնի, բայց նպաստում են մի շարք բաներ շտկելու թե առողջական, թե նմանատիպ հարցերի վերաբերյալ։ Բայց ամեն դեպքում այս բոլորը դարեդար ստուգված բան է եւ ինչքան է դու փորձեք ժխտեք, այն որ դուք չեք ընդունում կամ ճակերտներում կներեք, չեմ ուզում վիրավորած լինեն, բայց չեք հասկանում, դա չի նշանակում, որ դա չկա։
Այս փուլը մաքրելու համար սա աշխատանքը շատ բավականին ծանր է, շատ դժվար աշխատանք է, երկարատև աշխատանք է, բայց կարելի է շտկել այդ վիճակը մաքրել։ Մյուս փուլը քաղաքային անեծք։ Սա կատարում է մեծամասնությամբ, եթե գնում էին արշավանքներ ինչ-որ քաղաքի դեմ եւ որոշ դեպքերում, երբ որ ասենք չեն կարողանում գրավեին այդ քաղաքը, այն ժամանակ գոյություն ունեին թագավորների կամ ասենք այն զորավարները, որոնք գալիս էին պայքարելու եւ գրավելու տվյալ քաղաքը, ունեին հատուկ մարդիկ, որոնք ծանոթ էին մի շարք գաղտնի ուսմունքների, կարող են դա պայմանական, որպեսզի հասկանանք, դա այդպես չի, բայց պայմանական ասենք ինչ-որ սև մոգեր եւ այլն, որոնք ունեին հատուկ ռիտուալներ եւ գցում էին ասենք անեծք տվյալ քաղաքի վրա, որի շնորհիվ այնպես էր լինում, որ քաղաքում եկել անսպասելի սկսում էին տարօրինակ բանել։ Եթե չէին կարողանում գրավեին, այդպիսի մի հարված էր գցվում, գնում էին եւ մեկ առ ժամանակ այս քաղաքում եք տարածում էին ինչ-որ անհասկանալի ձևի հիվանդություններ, որոնք սկսում էին մարդկանց ուղղակի բերել մահվան դուռը։ Սա մի կերպն էր։ Երկրորդ կերպերից մեկը նա էր, որ նրանք այնպես էին աշխատում, որ դիմացի քաղաքի այն զինվորականները, որ պաշտպանում էին, նրանց ուղեղը մթագնում էր եւ չէին կարողանում նորմալ կռվել եւ այլն մի շարք sense նմանատիպ աշխատանքների ձևեր կար։ Օրինակ մուսուլմանական մոգության մեջ կան այնպիսի ձևեր, որ եթե այդ աշխատանքները անում էին, բերում էին նաեւ Պարիսպի պատի տակ գիշերով անկյուններով ասեն մի շարք ասենք սա շրջանակով տեղադրում էին համապատասխան աշխատանքներ, այդ ամրոցը ինքը իրեն հանձնվում էր։ Սա նույնպես ասենք նմանատիպ աշխատանքների ձև էր։ Եվ վերջի կետը, որ կուզեի հələ որ հոլովելով ասել, դա պետությունների վրա անեծք դնելն էր։ Կան պետություններ, որոնք շատ դժվար են կարողանում գոյատևել, խելքի գալ եւ այլն, պատճառը նա է, որ ինչ-ինչ ժամանակաշրջանում, ինչ-ինչ պատճառով դրվել է նմանատիպ անեծք։ Հանելը բավականին դժվար է, որտեղ դա մի հոգի չի կարող անել, նաեւ կա այդ պետականներից, օրինակ տեսեք, ձեզ օրինակ եմ բերում հանրահայտ Սուրբ Սերաֆիմ Սարովսկին, ռուս, որոնք գտնում են մոնգոլ թաթարների ձեռքի տակ 200 տարի եւ չէին կարող ազատվեին, նա վերցրեց 40 իրեն աշակերտներին, նստեցին 40 օր եւ աղոթքերի մեջ կանցկացնելով հանդերձ, այնպես արեցին, որ մոնգոլ թաթարները իրենք չհասկացան ինչու էր պատճառը, բայց թողեցին Ռուսաստանը հեռացան։ Նմանատիպ քանակ, ասենք մարդկանցով, որոնք գտնում են բարձր հոգեվոր աստիճանի վրա եւ կարող են իրենք համախմբվել դնել մի կողմ եւ համապատասխան աղոթքները կարտան, կարող են այդ պետությունը բերել մաքրության։ Այնինչ ես եմ հասկանում, ըստ էության մեր երկրի վրա նմանատիպ ինչ-որ աշխատանք կա։ Եվ ասենք ցավալի է, որ իմանալով այսպիսի փաստեր, պատմական փաստեր հոգևոր աշխարհում, մեր եկեղեցականները չեն փորձում որևիցե մի քայլ անեն, թեկուզ պրոֆիլակտիկ, փորձել նմանատիպ մի բան կատարել, որպեսզի փորձեն միգուցե մաքրվում մեր երկիրը եւ վերջապես մենք հասնում ենք այն մակարդակին, որ կունենանք նորմալ ղեկավարներ, նորմալ կառավարիչներ երկրի, որոնք կառավարեն երկիրը եւ երկիրը դառնա երկիր։ Վերադառնանք մեր թեմային։ Անեծքների տարատեսակների մեջ կան շատ հետաքրքիր անցումներ, ես ասում եմ փորձից, թե ես ինչեր եմ տեսել, ինչ բաների եմ բախվել, գնացել եմ նույնիսկ տներն եմ նայել, թե ինչ է կատարվում, մի շատ հետաքրքիր բան կա, այնտեղ որտեղ կա ցեղային անեծք գցած, այդ տները շատ սպეციფიկ հոտ ունեն։ Երբ որ մտնում ես, տեսնես, որ ինչ-որ ծանր հոտ կա, դժվար է ասել ինչին կարող են, նա մի տեսակ ծանր կիսանեխած, կիսափնթիության հասնող, ասենք են ասենք ինչ հոտ բերում է փնթի բնակարանը, նմանատիպ ինչ-որ հոտեր կան, եւ հետաքրքիրն է, որ տվյալ բնակիչները այդ հոտը չեն զգում, դրսից գալուց կարող ես դա նկատես, որ այսպիսի բան կա։ Մեկ-մեկ էլ հիշեցումը գիտեք ինչ, եթե լվացքը երկար ժամանակ
դրված է եւ չի լվացվել, նա ստանում է մի սպეციფიկ հոտ։ Այդ հոտը հիշեցնում է, որ այդտեղ կա ցեղական անեծքի հետքեր։ Նաև այդ կետերից մեկը նա է, եթե այդ տանը սկսում են առնետներ երևալ, ոչ թե մուկ, այլ առնետ, նշանակում է, որ նույնպես կա ցեղական անեծքի նշաններ։ Ես իհարկե այս բոլորը որ հոլովում չեմ ասում, այս բոլորը իրար հետ պետք է լինեն այդ տանը։ Սրանցից մեկն էլ, եթե ներկա եղավ, ուրեմն ստեղ աշխատանք է գնացել։ Այնինչ ես տեսել եմ մեծամասնությամբ լինում է հետևյալ կերպ։ Կամ պապիկի վրա են գցե, որը ասենք եղել է կնամոլ, դա պայմանավորվել է, բացվել է, եղել է վեճ եւ այլն, եւ ասենք այդ իր անկերուհին, որ եղել է, անցք է գցում պապիկի վրա եւ դա սկսում է աշխատել։ Սա մի ձևն է։ Երկրորդը, եթե եղել են, ասենք, ընտանեկան վեճ, ասենք հարևանի հետ կամ ինչ-որ ազգականի հետ եւ այդ վեճի ժամանակ հասել են կուլմինացիոն մոմենտի եւ կողմերից մեկը ուղղակի անիծել է մյուսին։ Սա երկրորդ կետն է։ Եվ մի բան էլ կա, ես ուզում եմ մի թեթև շեղվեմ, ես շատ հաղորդումներ ուզում եմ սրա մասին բարձրացնեմ հարցի եւ խոսեմ, բայց չգիտես ինչու միշտ ժամանակս չի երիկում, մոռանում եմ, մի փոքրիկ շեղում եմ, բայց ուզում եմ մի բան ասեմ։ Ինձ համար մնում է շատ զարմանալի, ես ուղղում եմ իմ խոսքը բոլոր մայրերին։ Հայերի մայրական իրենց զավակի էգոիզմը հասնում է մինչև աննորմալության, կներեք։ Ես չեմ հանդիպել, համարյա չեմ հանդիպել, շատ քիչ դեպքեր կան, որ մայրը հավանի իր զավակի ընտրյալին։ Ես չեմ հանդիպել, որ մայրը չփոցի, կներեք կոպիտ եմ ասում, բայց կարծում եմ ճիշտ է, քիթը խոթի իր զավակի ընտանիքի մեջ եւ փորձի խորհուրդներ տալ, ասել ինչ պետք է արվի, ոնց պետք է արվի, հավատացեք, ինձ համար ամենադժվար հարցն է։ Ես այդպիսի շաբաթ չկա, որ իմ մոտ դիմացս չնստեն ամենակիչը մի քանի զույգ, որոնք բաժանման եզրին են, որովհետեւ իմ մաման ասեց ինքը չի լսում, իմ պապան ասում է ինքը բանի տեղ չի դնում։ Նախ երիտասարդներ, դուք ամուսնացել եք, ստեղծել եք ընտանիք, եւ դուք հիմա ձեր ընտանիքով պետք է զբաղվեք, եւ գլուխը ձեր տղամարդն է։ Դիմեք ձեր ծնողներին օգնության, երբ որ չեք կարողանում ինչ-որ բանում հասկանալ, բայց չի կարելի, մաման ասեց խոսքի օրինակ, ես որ ես ճաշը եփի, ես էս եմ եփի։ Մի հատ հանգստացեք։ Մեծ մարդիկ եք, ու ծնողներին եմ ուղղում, չի կարելի դες անել։ Դուք հասկանում եք, որ դուք քանդում եք ձեր ընտանիքները երեխաների։ Եվ մի բան էլ կա տարօրինակ։ Իմ ամենաչսիրած բանը, ես հիմա դիմում եմ, ինձ մենի արտացրեք։ Շատ եմ խնդրում, ինձ մենի արտացրեք, երբ որ գալիս եք ինձ մոտ։ Գալիս է խոսքի օրինակ 24 տարեկանից սկսած մինչև 40-50 տարեկան մարդ եւ մայրը պետք է հետը գա եւ պահանջում է, որ ինքը ներկա լինի այդ խոսակցությանը։ Ես ինչքան փորձում եմ ասեմ, չի կարելի, որովհետեւ ես կարող եմ հարցեր եմ տալիս, որ ձեր երեխան կարող է չուզի ասել, իսկ դա սուտ է ստացվում ու ես չեմ կարող կողմնորոշվել միջով օգնեմ։ Անհնար է, ավելին։ Մեկ էլ տեսնում եք մայրը մտնում, ես իմ երեխային բերել եմ, խնդրում եմ ինձ ամեն ինչ ասեք ինչա կատարվում։ Ես պիտի պարտադիր ներկա լինեմ այդ խոսակցությանը, կամ էլ դուրսը կսպասի, հետո կդուրս կգա։ Դե հիմա ինձ պատմեք ինչ եք ասել իմ զավակին։ Բարձրաձայն ասում եմ, ես երբեք ում հետ ինչ խոսում եմ, մյուս կողմին չեմ պատմում, համարում եմ սա անբարոյական բան։ Թեկուզ ձեր զավակն եք, ուս ով է։ Եթե մարդը կցանկանա, ձեզ հետ կգայսի բժիշկը չպետք է քիչվի սրանով, որովհետև ձեր մայրը կամ հայրը այնտեղ հետաքրքրասեր են։ Խնդրում եմ ինձ ազատել այս հոգսից ապագայում։ Կներեք, անցա մի քիչ կողք, վերադառնում եմ։ Այս բոլորը լավ էր, անկեղծ եմ ասում ձեզ, բաներ կա, որ կարող եք ինքնուրույն անեք, բայց բաներ կա, որ մի փորձեք անել, որովհետև սա լուրջ թեմա է, փորձեք գտեք մարդկանց, ովքեր ասենք այս գործերով զբաղվում են, գնացեք իրենց դիմեք, չնայած խնդրում եմ փորձել գտնել լուրջ անձնավորությունների, որտեղ ամենադեպս Հայաստանում այսպես է։
Գիտեմ շատ մարդիկ, որոնք ուղակի փող են կորզում, ինչ կերպ։ Գալիս ես ասենք չգիտեմ, որ այդ մարդը մեկը դուռը բացած է, գիտեք ինչ կա, ինչ որ խնդիրներ ունի, դե անպայման ասի, դու գիր ունես։ Քո վրա գիր կա, քո վրա անեց կա, քո վրա այս է։ Ես մեկ մարդ չգիտեմ, որ իրենց մոտ գնացել է, եւ իրանք ասեն, չէ, դու մաքուր ես։ Ու ամբողջը հիմնվում է նրա վրա, որ այդ մարդիկ գիտեն, որ դա ստուգել չի լինի, եւ ուղղակի փող են կորզում։ Ես չեմ ամաչում բարձրաձայն ասեմ, բայց ես գիտեմ մի շարք մարդիկ, որոնք այսօր նմանատիպ աշխատանք անելու համար պահանջում են $1000-2000։ Ես միշտ մտածում եմ այդ մարդիկ մահանալուց հետո, որ գնացին, ինչ պատասխան են տալու այնտեղ։ Փորձում են մտածեն։ Փորձեք գտնել մարդկանց, ու մասին արդեն գիտեք, որոնք ասենք աշխատել են եւ լավ նորմալ ինչ որ ձևով ստացել են դրական պատասխան եւ ամեն ինչ կարգավորվել է։ Այն բաներից, որոնք դուք կարող անեք։ Հասարակ բաներից մեկը հետեւյալն է։ Գնում եք եկեղեցի, վերցնում եք 7 ման, վառում եք բոլորը եւ ուղղակի խնդրում եք հայրերն եք կարդում, որպեսզի ձեզ օգնի այս հարցում նպաստելու մեջ։ Որից հետո մոտեցեք ցանկացած քահանայի, խնդրեք, որ դա ձեզ օրհնա ջուր եւ խնդրեք, որ օրհնի ձեզ խունկ, բերեք տուն։ Նաեւ լավ կլինի, եթե քահանային խնդրեք, որ օրհնի ձեզ աղ։ Գալիս եք տուն, այս ջրով բոլոր պատերի վրա մի հատ ձեռքը թաթախելով, այսպես խաչի նշանով ջուրը շփում եք, վերցնելով առաստաղ եւ հատակ։ Որից հետո էլ ներողություն պետք է մոմ առնեք այնքան ինչքան կա սենյակ այդ տանը սկսած փոքրիկ ասենք չգիտեմ այդտեղ զուգարան բաղնեիկման բոլոր կետերի վրա ամենափսեի վրա մի հատ մոմ եք հայրում եկեղեցական փոքրիկ այդ խունկը որ օրտնած է ծխում եք վերցնելով մի հատ կտալ եք պատրաստում ալյումինիի տեղից գցելուց հետո մի հատ տալիս եք նշան օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն գրակի վրա, որից հետո կարդալով հայր մերը թողում եք որ խունկը այրվի, աղոթքը վերջացավ, շարունակում եք այդ խունկը պահել, այնքան որ կայրվի մինչև վերջ։ Կատարվում է դա բոլոր սենյակներում առանձին։ Ամեն սենյակը ծխելուց հետո պետք է դուռ լուսամուտը փակ լինի 24 ժամ։ 24 ժամ այսինքն կարող եք մտնեք այդ սենյակը դուրս գալ, բայց անպայման դուռը հետևից փակել։ Որից հետո, երբ որ անցավ 24 ժամը, վերցնում եք կատարում եք հետևյալ գործողությունը։ Կվերցնեք աղ, այն աղը, որ ես ասեցի, փոքրիկ քանակով բոլոր 4 անկյուններում, բոլոր սենյակներում, փոքրիկ սենք լցնում ենք։ Թողնում ենք այդպես մնա 1 շաբաթ, որից հետո նոր հետո հավաքում ենք այդ աղը եւ տանում ենք գցում ենք հոսող ջրի մեջ, որ հալվի, գնա եւ տանի հետը ինչը որ կար։ Մյուս հարցը, որը պետք է կատարվի, ուշադիր նայեք, թե ձեր տան պատերին ինչ նկարներ են կախված։ Հայերի մոտ չգիտես ինչու այսպեսի տրադիցիա կա, ինչ որ խալի, որի վրա ասենք պատկերած է ինչ որ ասենք սրբապատկերներ եւ այլն, հարգելիներս նմանատիպ խալիներ սրբապատկերներով եւ ամեն ինչում պատերում ճաշասենյակում եւ մանավանդ ննջարանում չի կարելի կախել։ Այդ դեպքերում ուղղակի եթե դու ուզում ես ինչ որ բան լինի եւ հավատը քո մեջ է, մի անկյունում փոքրիկ սենց երանկյունի անկյուն ես դնում, այնտեղ դնում ես սուրբ գիրք, կամ մի հատ խաչ օրտնած, կամ կարող ես մի հատ ասենք կամ երկու հատ փոքրիկ պատկեր դնես, բայց չդառնա դա ասենք ինչ որ մի ահռելի մի մեծ տարածքով տեղ։ Սա է ճիշտը։ Մնացած բոլորը ինչ կա, շատ դեպքերում իջավ անգամ որտեղ ասենք խալի է, գիտեք ով է գործել այդ խալին։ Ինչ ձևի մարդ էր։ Միգուցե նա կնամոլ ահռելի, իսկ այն ինչ այդ ժամանակ աշխատացնում է, սենց մի հետաքրքիր բան կա ձեռքերից, այդ միշտ անցնում է քո աշխատանքի վրա։ Եվ դառնում է, որ դու բերել ես մի բան, որը հավատում ես, որ դու սուրբ նկար ես բերել, եւ նա չի աշխատում, ուտուն ինչ որ մի բան այն չի։ 1. Երկրորդը ցանկացած սրբապատկեր պետք է տանել եւ օրհնել տալ եկեղեցուն, որից հետո նոր օգտագործել։ Հակառակ դեպքում նա անիմաստ է։
Ինչևէ, սա արեցինք մյուս քայլը, որ պետք է անենք, որը շատ օգտավետ է, ես նախորդ հաղորդումներում ինչ-որ ասեցի նալի մասին, փորձեք մի հատ այդպես նալ պատրաստել, կախել ձեր մուտքի առաջ։ Եվ մի շատ կարևոր բան էլ, որը չի կապվում այս process-ի հետ, բայց շատ դեպքերում խանգարում է։ Երբեք մի թողեք, որ ձեր դիմացի հարևանը ձեր տան շեմը մաքրի, մանավանդ նաև ասենք դիմացի եթե խալի է գցած, այդ խալուտակի ավազ կեղտ բան ինչ կա չկա հավաքի, ավլելով տանի, որովհետև նման աշխատանքների ձևեր կա, որով կարող են անցնել, որ ձեր տան բոլոր հաջողությունները փակվի։ Եվս մի հարց, որը կարող է շատ դեպքերում, նման դեպքերում շատ վատ անդրադառնալ, եթե ձեր տանը կան իրեր, ձեր ծնողներից, որոնք մահացել են, ձեր պապիկ տատիկից, հագուստեղ են, պարտադիր կերպով տնից հանեք, ու լավագույն դեպքը հարցը նա է, որ տանեք գցեք մի որևիցե հոսող ջրի մեջ, որովհետև նրանց մեջ կան նույն անեծքի ազդեցության ալիքները, որը պահվում է տվյալ տանը։ Երևի սա ամենահասարակ բաներն են, որով կարող եք դուք ձեզ օգնել, բայց եթե տեսնում եք սա չի օգնում, պետք է արդեն ավելի պրոֆեսիոնալ մարդկանց դիմել, մանավանդ որ նմանատիպ աշխատանքը կարող է տևել 4-ից 5 օր եւ պետք է լինեն այս գործին ծանոթ մարդիկ։ Այսքանը կուզեի ասել այս թեմայով եւ հիմա կպատասխանեմ որոշ ձեր հարցերին։ Ես այսօր ուզում եմ ձեզ պատմեմ մի հետաքրքիր բան, որը մեզ համար արդիական է։ Բանը նրանումն է, որ արաբական երկրներում դեռ մինչև մուսուլմանություն ընդունելը ընդունված էր մի նմանատիպ մի բան։ Եթե տեսնեք իրենց մոտ մինչև օրս կա այսպիսի դեմքը փակելու այստեղ մի, ասենք, տրադիցիա։ Մանավանդ դա վերաբերում է կանանց, բայց նաև ասենք Սահարայի բոլոր բեդուինները բանը որ կան, մշտական դա անում են։ Դուք գիտեք, որ այն ժամանակվանից հայտնվել է մի հետաքրքիր երևույթ։ Եթե բերանի մասը փակում ես, այդ մարդը դառնում է ավելի հեշտ կառավարվող, քիչ դիմադրող եւ քիչ մտածող։ Ձեզ ինչ-որ բան սա հիշեցնում է։ Ես ձեզ կարող եմ մի շատ հետաքրքիր բան պատմեմ։ Կար մի այսպիսի գիտնական Բեթելհեյմ, որը սկսեց շատ հանկարծակի ուսումնասիրություններ կատարել եւ պարզեց, որ մարդկանց կարելի է շատ հանգիստ կառավարել, եթե միջև անգամ նրանց կարողանում են որոշ բաներ ներշնչես։ Օրինակ, նա կազմակերպեց, որ ասենք բանտերից մեկում, բանտի ղեկավարը պարտադրեց, որ այդ օրը բոլոր բանտարկյալները լվան կոշիկները օճառով եւ ամեն ինչով եւ դնեն չորանալու։ Այս վիճակում կոշիկները դառնում են մաշկը կաշին դառնում է շատ չոր, այսինքն նա սկսում է ոտները տրորել։ Եվ գիտեք ինչ, բոլորը ամեն օր դա անում են, նա մի անգամ էր ասել ընդամենը։ Սա գալիս է այն խմբակային ներազդեցության հասկացողությունը, որը կարողանում է ներշնչել մարդկանց։ Օրինակ տեսեք, ասում են կարանտին չկա, բայց դիմակ պիտի հագնեք, բոլորը հագնում են։ Կարանտին չկա, բայց պիտի տանը նստեք, բոլորը նստում են։ Եվ մի շատ կարևոր բան կա, որ ներշնչվում է նա, որ ինչ ասեցին, դու պիտի ընդունես։ Խմբակային բոլորով ոչ մեկը չի ուզում մտածի հասկանա իսկ ինչի համար։ Այս ֆորմուլաներից մեկը, որը ասենք կիրառում են մի շարք պետություններում, դա նա է, որ այնպես արա, որ մարդիկ հասկանան, որ իրանից ոչ մի բան կախում չունի, եւ նա պիտի ենթարկվի այն, ինչ ասեցին, որովհետեւ ճիշտը դա է։ Երևի մտածելու առիթ տալիս է, չէ՞ մի թեթև։ Այս բոլորի մեջ նաեւ տհաճ բաներից մեկը նա է, որ այս մեթոդները, որը արեց այդ մարդը, նա համոզվեց նրանով, որ եթե կարողանան մարդ արարածին վախով պահեն, նա այդ վախի մեջ սկսում է ամեն ինչին համաձայնվել, ընդունել եւ ենթարկվել։ Տեսեք, Խորհրդային Միություն պրակտիկորեն ամբողջ երկիրը պահված էր վախի մեջ,
որովհետև քեզ կարող են ձերբակալեն, որտեղ մի բան այնպես չխոսացիր, ուրեմն կարող ես գնաս ընկնես գուլագ եւ այլն եւ այլն եւ այլն։ Հետո վախերից քայլերից մեկը, եթե ես գալիս եմ Հայաստան, տեսեք, մեր վրա կարող են գան, պատերազմ է գնում, կարող է Հայաստանը պատերազմի մեջ է, մենք կռվում ենք եւ այլն, եւ բոլորը վախի մեջ ապրում են, ինչ կլինի այս պատերազմի վերջում։ Մյուս վախը, որ հոսանքը կտրեցին։ Մյուս վախը մեր ղեկավարները, որոնք եկան ու ժողովրդին դարձրեցին, չեմ ուզում ասեմ ինչ։ Եվ այն վախը, որ հիմա են մեզ նոր վախի ձև են ներշնչում, ինձ համար օրինակ շատ զարմանալի է, ես մի քանի օր առաջ հյուրեր ունի նահանգներից եւ ասեց մենք դիմանք չենք կրում։ Ասում են, բայց մենք չենք կրում ու չեմ ասի, որ տենց վտանգավոր է այնքան ինչքան ասում են։ Նույն ձևի ես գիտեմ մի քանի պետություններ, որ էլի մարդիկ դամակներ չեն կրում ուղղակի։ Եվ մի հատ ձեզ sense հարցնամ, հա, տեսեք։ Գերմանիայում մեծ գնացին փողոցում մարդիկ դուրս եկան դեմ դիմակներին, ճիշտ է։ Նույնը եղավ Հոլանդիայում, նույնը եղավ Անգլիայում։ Այդ մեծ քանակով մարդկանց կուտակումի ժամանակ չես իմանում ինչի այդ հիվանդությունները ինչ որ չշատացան։ Շեղվեցի թեմայից, բայց ամեն դեպքում ձեզ ուզում եմ ասեմ, ժողովուրդ ջան, հիշեք, ամեն մեկդ անհատ եք, ամեն մեկդ այս երկրի քաղաքացի եք, այս հողի արմատներով սնված մարդ եք, ամեն մեկդ մեծ եք։ Միակ բանը, որ ինձ դուր էր գալի, Հայաստանի հպարտ քաղաքացիներ։ Ինչ որ մոռացավ այդ խոսքը։ Ընդհանրապես ամեն ինչ մոռացավ, բայց ես ուզում եմ, որ մեր ժողովուրդը լինի ազատ, նորմալ, հպարտ։ Ու այդ հպարտության համար ոնց եք պայքարել, ես չեմ կանչում հիմա հեղափոխական ինչ-որ բաների բան, բայց դուք ձեր ներքին անձնական հպարտությունը պահեք։ Այսքանը կուզեի ասել, ամենայն բարիք բոլորիս մեզ պահապան լինի մեր Տերը եւ չթողի, որ այս անկարգությունները շարունակվեն ու շարունակվեն։ Բավական է։ Հաջողություն ձեզ։